Այս քրդինքը վեր կա, տանձը միջին պլպլին տա, այս էլ այն բաղի տանձը, լադեր որդ եք ձեզ, չէ չող մեղերն էլ դեմ հյուրասիրել, այս էլ փսալ է բաց հանենք, մինոր սե հե փսում է օթը դուսագալի, ուրեմն հալալա, մի հատ էլ պռունգն ենք սրբում, անպայման այս պռունգը սե հե պետք է սրբենք, այս գլավնի բաննա, եթե պռունգը այդ հարսը սրբում է, ուրեմն օջաղի հարսն է։ Ինքը շեն օջախի հարս դարձավ, մի մեծ ընտանիքի առաջ էլ ծառա, արեց, դրեց, եփեց ու թափեց։ Քաշով մին ոսկի էսպես են խոսում շնողում պետ ու կրականուշի մասին։ Ամուսնուն խոպան ճանապարհելուց հետո տանն ու տնտեսության մեջ ոչինչ չի պակասացրել, հակառակը շատացրել ու շենացրել է, այլ կերպ ապրելու ձև ու միջոց չգիտի Անուշը։ Էս ահատիկին էլ հանեմ ու դեն մեկ սաղլամ սե ակուրատնի շնորհքով փագել եմ, սլամատ։ Դուք եք քաղել այդ տանձը։ Ես եմ քաղել, ես եմ էտել, ես եմ բեջարել։ Ընդհանրապես որ բանը որ ի սրտե արվում դրան բեզարիլ կավոչ։ Դրա բեզարիլը որն է, երբ որ հլատես ինչից ինչ առաջանում։ Էս էլ ամփուշմոշի թուփն է, տարածել եմ ամենուր։ Ինչքան էլ կարգ ու տվեր ծեծեց, բայց այդ մկրատվի կալած մաքրել եմ ետ սիրունացրել։ Իմ մոտիվացիան կյանքն է։ Կյանքը գեղեցկացնել իր բոլոր գույներով։ Տունն ու տեղը պլպլացնել, շուրջ բոլորը գեղեցկացնել ու եղածը շատացնել, անել լել։ Մաքրասեր ասող խոսող է Անուշը, ու նրա բանն ու գործը առավոտից իրիկուն հենց այս կերպ է առաջանում։ Հեչ հոգնել չունի, հազար ջահելից էլ ջահել է, որովհետև սիրում է ունենալ ու ունեցածից էլ բոլորին բաժին հասցնել։ Սիչա, հինա ջվերը, հինա։ Միշտ էլ որ աշխատում ենք այդ պահին մեր մտիկ չենք անում, թե մեր մազնա սանդրած, թե ֆենածա, ֆենած չի, թե շորը մաքուրա, թե հել է հին շոր ենք հագել, թե պատրված ալում, իջաղջուխ մեջն անգնում, պատռում է, այդ հենց բաներին մենք մտիկ չենք անում, էլի, մենք կարևորը սրտով ու հոգով մաքուր ելնենք։ Ես որ ռավոտը վաղը վիր եմ կենում, մնել եմ ասում, մին դպա երգինք եմ մտիկ անում, համել ասեմ, իմ էջում էլ եմ միշտ ասել, երգինքը ինձ մա երգինք չի, երգինքն ինձ մա պատկերասրահ, անփող պատկերասրահ, օրը 100 ջուրի փոխփոխատվում է, այը տյան եմ ես, ուժը ստանում։ Ասել խոսելուց ու աշխատելուց բացի նաև գյուղի նվիրյալն է, գյուղից իր այգուց ու տնից հեռու կյանք չկա Անուշի համար, քանի անգամ փորձեց գնալ արտերկրում գտնվող ամուսնու ու որդու մոտ ապրելու, բայց այդպես էլ չհարմարվեց, ինչ կարող է անել, ոչ օդը վրա եկավ, ոչ էլ ինքը հարմարվեց։ Ես քաղաքը սիրում չեմ, բարձր հարգերից վախում եմ։ Ով չուզենալ շահի թախտին նստած էլի, չիմն էլ կուզենալ շահի թախտին նստեն, մինն էլ կողքից հովան է, ուտեն, խմեն, քեֆ անեն, բայց դա կյանք չի, կյանքը աշխատելն է, ստեղծելն է, արարելն է։ Շուրջ 30 տարի առաջ շնողնեցի Աղվանի Մուրադը Անուշի խելքը կերավ ու գյուղի են մի ծայրից այս ծայրը հարց բերեց, բայց մինչ հարսնության գալը գյուղի աղբյուրներից մեկի մոտ խոստումներ ստացավ, որ եթե ամուսնանա իր հետ ուսման կտա, բարձրագույն կրթության տեր կդարձնի Անուշին, իսկ ամուսնությունից հետո գիրն ու գրականությունն էլ մոռացավ, ուսուցչուհի դառնալու մանկության իր երազանքն էլ։ Հա, դժգոհ չմնաց իր ընտրությունից, Մուրադը Անուշին լավ պահեց սիրով ու շնորհքով, բայց մի դիպլոմն ինչ էր, որ այդպես էլ չունեցավ, ասում է Անուշը։ Էլ ուսման իշտ էի գնալ, դե իհարկե ոսկի սարեր, դե հա, ոսկի սարերը միշտ էլ խոստանում են, բայց երբ որ ամուսնանում ենք, տուն, տեղ, կեսուր, պատրոն, լվացքը ջուրը կրովի, լվացքը ձեռով, գյուղում շեն տներից մեկն է եղել, ապահոված հացով, ջրով, աղ ու թթվով, եղ ու պանդրով, կարասելիքը եղուպան իրայելել, ամբարելիքը ալ իրայելել, մի մեծ ամբար ունենք, հերվարադեր պատվալումը պվում եմ են կրանը, այդ մեր ամբարելիքը միշտ ալ իրայելել, նույնիսկ ուրշնունել տեինք, էլի, որ մինը միթասվի կալած գեր, ասեր միթասալ իր դու, մենք էլ այդ միթասի տեղը օխտը թաստեինք, էլի, թող տանին իրանք էլ իրանց ռեխիմա մի բլիթ հանեն, որ կարեն անել արև աշխարի իլին։ Այդ հենց շեն օջաղ եմ եկել ու այդ շենությունն էլ մինչև հմի
ուզում եմ շենել պհեմ, ես ահմել անձրևը վրա է անում ամբը գրգոռումա։ Ժամանակին Լեն ու Բոլ տանը ասեղ գցելու տեղ չկար, հիշում է Անուշը։ Իրար գլխի էին ապրում, հիմա մի տուն է, մի Անուշ, ամուսինը արտագնա աշխատանքի է, տարին 12 ամիս, 3 երեխաներից 2 ամուսնացել, գնացել են, փոքր աղջիկն էլ ուսման ետևից է մայրաքաղաք գնացել։ Բայց Անուշը կոտրվողներից չի, որովհետև իր ներշնչման աղբյուրը շնողի բնության շունչ կտրող տեսարաններն են, սարերն են, խորունկ ձորերն ու լավ մարդիկ են։ Վաղը վիրեն կենում, ծեքելահան, ես վերևը հերա հնեն կտրախբրի դոշնա, տոնածարկ ու տանդի շատ սառը աղբիր կա, են միղրաղին, էտա գիլիգեղնա, գեղատեղնա, ես կրանը պլքի դոշնա, այդ սաղ հանդերին ծանոթ եմ, ճահել վաղտը շատ եմ ըտի մոշի գնացել։ Վի, կարկուտյան մտալ մի էտ թեմուրաս գավոչ հանկարց, լաբոլեք ավելի։ Շատ է վնաստվել ձեզ։ Էնա ինչ կա չկա վերա կարել, խուռ առել, միկրանը վերածել, հրեսեն էլի, հրեսեն, սա այդ հուզը ճոտ հարել, մարդու ձեռել չի գնում, որ պոկ է վեր գծե, մեմ էսը հեմտիկ ենք անում, որ լեգոն է ես մի կուրը կնան չի նատալի, բալի ես մի կուրը հասնու էլի մի թիքա համը տենանք, սաղ ծկծկոր էլա, հրեսեն, բայց թե պոկում չենք էլի, ղիմիշ չենք անում։ Հազարափեշակ Անուշը տան ու գյուղի սիրելին է եղել, կա ու կլինի, այլ կերպ չի կարող, սիրտն է ուրիշ, բաց աշխարհի ու բոլորի առաջ։ Շատ փխրուն է մեր կանացի ձեռքերը, բայց երբ որ ամեն ինչի սրտը ենք կատարում, դա արդեն անտեսում ենք, այսպես սրբում ենք մեր ճակատի քրտինքը եւ երբ որ հետ ենք նայում ու տեսնում ենք արդյունքը, արդեն խորը հոգոց ենք քաշում եւ մեզ լավ ենք զգում, ու այդ ամեն ծանր աշխատանքը մոռացության ենք տալիս։ Լեռների ու անտառների մեջ ծվարած շատ մեծ շնողում Անուշը անում է ամեն ինչ մարդ մնալու համար։ Նույնը ուզում է տեսնել մեծ ու ըստ իրեն էս փուչ աշխարհում։ Ինքը գտել է իր խաղաղ ապրելու կենսաձևը։ Դա բնությունն է, կենդանիները ու նրանց հետ ներդաշնակ ապրելը։ Դիթավ հանգավ, տեսել ասի ինչ անեմ, ես կահալ չեմ առանց մեղու պհելու, շունչ քաշեմ, քանի որ սա աստվածային գործ է, էլի։ Այս մեկ տարել եմ, ես երկու հատը ձակ եմ դիկալել, բայց մի ենքան լավն է, որ արդեն սրան երկրորդ հարգ եմ դրել։ Քանի որ մի մեղուների տուն գալու վաղթն է, հրես են, սա բեռնու բարձեքով գալիս են, որը ծաղկափոշի, որը նեկտար, ափսուս էլի չողունը, որ եկավ, մի արանք խնգարեց, բայց մի ետ գալիս են։ Բազմակողմանի զարգացած Անուշը շատ շնորհքներ ունի, բայց մեղվապահությունն էլ հերթականներից է։ Պարզապես մի տարբերությամբ այն աստվածային գործ է, ինքն էլ այդ գործում շուրջ 13 տարի վարպետ։ Հեսա, այս կտորը, որ սենց մոմա պատա, այս մեղուների օրհնանքն է։ Քանի վրա չեն տվել, փագենք։ Մարդը, որ նպատակ ա դնում, պետք անպայման հասնու այդ նպատակին ու թող մեր երիտասարդությունն էլ օրինակ վերցնի, ինչքան աշխատող ստեղծարար լինի, այնքան կառաջադիմի այս կյանքում։ Մենակ ձեռները ծալած նստելով չի, պետք է մարդը բազմակողմանի զարգացած լինի, ու մեր գեղումն էլ ինձ սաղ այդ ձև են ճնանչում, որ այս բազմակողմանի զարգացած անձնավորություն եմ։ Ինչպես շնողում են ասում, Անուշի ծունգը կտրել, այսինքն ծանր աշխատանքից ծնկները ծալվում են, բայց մեկ է, բանն ու գործը չի հատել։ Էս էլ իմ ինկուբատորն է, որ այստեղ սիրուն սազով դրել եմ, իմ խոհանոցում եմ դրել, որ անդադ աչքի սղաքին էլի, որ այդ այն աչքի սղաքին ալում, արդեն մտիկ եմ անում էլի, որ այն իր առոլիկնին պտիտ ագալի, հանկարծ շիլչի պտիտ կա էլի, մեմեն էլ լադերսը հեբաց եմ անում, հետո մտիկ եմ անում, լատենում եմ ոնց են, այս որ այս խդա շատ ըստի լցրել եմ, այս իրա գրքովը, հրես են գիրքն ըստի է, գրքով քիչ էր տված, բայց ես իմ կյանքի փորձից ելնելով, մի քիչ ավել եմ դրել, որ ջուտերը լավ դուրս գան։ Բազմափեշակ Անուշը դեռ շատ հարցերում կշարունակի զարմացնել մեզ ու ձեզ։ Վերջերս սկսել է նաև զբաղվել բլոգերությամբ։ Գյուղում նրան նաև բլոգեր Անուշ են ասում։ Այս աշխարհումը կորչին ոչ էլի լեն հեշելու, այս լավ բաները շանս տամ, մարդիկ էլ տենան, ուրխանան, որ աշխարհի մի անկյունում էլ Թումանյանի շրջանի նախկին գրվող շնող գյուղում մի սհե օգմին սհե լավ գործեր անում։ Ու որոշեցիք բլոգեր դառնալ։ Ու որոշեցի աշխարհ այս լավ բաները ցույց տամ,
մարդիկ ոգեշնչվեն եւ այդ ոգեշնչումից իրանք էլ ստեղծեն, արարեն այս երկիր մոլորակը զարգացնեն։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Շնողից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։